Բարեառավոտ աղջիկեք ջան, ինչպես տեսակ են անգամ ձեր հետ Սուսան տատիկը թթու դրեց, արդեն թթվել է գրեթե, այտենց լավ չի թթվել, բայց թթվել է, էդի առաջվանը չի? Չէ, ամենատագինն է, ես կայլ է մի հատ բան չի, ինչ բորշ, բորշ չէ, կոնջոլ, հա, ծավարով կոնջոլ, կանիլ այդ բորշում դեն պրծնի, Գույնես գույն սիրուն, հիմա բանկաներ ես ծրել եմ ծաղգակաղամբը, որ հիմի ես շերջերտ, անկեք լսնեմ, զակատերին ու զակատեմ, հելի պտի մայնատանես, թե իրա ջրով, իրա ջրով իրաճուն ենքան անուր շեջ, վարունգ ելեղներ լավ կլներ, չկար վարունգ, չնարց ենքան վարունգ ունենք պագած, չէ, հետ չի եղնի են մարինադա, կլվի? Օքսիզը հետ նայս չվիրե Ինչ պտ եղնի որ Ուժ էդ փորձենք, արդեն թթված վարունգ Արդեն թթված է Կայլ ամի 5 բան կա բացել 5 չէ հա, 2 բանկեն հերիք կա Լավ տեսեն ծարեն շպարտա տիրա վարունգ եղնի Լավ նոպի պորտ Դնեմ Այլանը բազմնա մեր կրիշկով Որի զակատեմ Աղջիկներս այստեղ գնումները արագ ցույց տանք, պատրաստվում ենք Մարիայի ծնունդին, այնպես որ համեցեք այս նոր շաքարավազը, ինչ արժեր 5 կիլոն, 7 էր, Աննա և Սուսան տատիկը գնացել էին առևտուրի, բուսա յուղ, երկու շիշը մենք ենք վեկալ է յուղ ձետ, Խտասրասկատ, տորտ պետք է թխենք, թեյ, մակարոն, քանի որ մեզ ծնունդ չենք անում, Աննան, այսինքն Մարիան պիցցա է պատվիրել, պիցցայի ենք պատրաստում, սունկ, լոլիկ, թանկ էր սունկը, կիլոն, Պրիպրավաները խորովածի համար, պանիր, երշիկ, ուզում է ասեմ բուսայուղ, կարակ, գրեչկա, հնդկadzավար, պրիպրավաներ, բրինձ, այստեղ սիրնի սոս, նորից պանիր, բրինձ, այստեղ ինձ ինչա, ձեռքերի օջար լվացվելու, այսպես, հյութ, ալուրը քիչ չի, ալուր, ես ինչքան է բրինձ կա, և հյութ, վերջ, այսքաններ, Հա, դες իրեկտո բրագիր, Էլ չկամ։
Հիմա աղջիկեք ջան, ինչ ենք անում, այս ամեն ինչը դասավորենք, սուրճը արդեն խմեցինք, վերջացրեցինք, մոնտաժ եմ անում, մոնտաժը վերջացնեմ ու այս փիփերթը։ Տեսնենք ինչ անեմ, բայց շատ ծակծակ է, ոնց որ այդքան էլ հաջող չի։ Ծագիրունի։ Հա։ Ուրա։ Քրքրած է էլի, հա։ Երևի հավերն են կտցել ինչ են արել։ Չէ, տանեմ տամ խոզերն ուտեն։ Ուզում էի ճաշ շեփեմ փիփերթով։ Ճաշի տերնա մնացել։ Չէ, ես այս ճաշը շոտ եմ սիրում։ Քանի աման էլ էլի կուտեմ։ Ուղղակի շատ ծակծակ է։ Գիտես չէ ինչ օգտակար է։ Եթե խաշես ալնել ցանես, տրորես ալցանես ուտես։ Ձու ես լսնում ես, ու եղնում է անտիրություն։ Աղջիկներս, քանի որ տղաները առավոտյան գործի են, լոբի եմ տապակում, լոբին արդեն սարցախցիկում պատրաստի ունեմ եւ բաց վիճակում է գտնվում, հիմա սոխարած եմ անում, ինչպես տեսակ սոխը եւ գազարը լավ տապակում եմ, ավելացնում եմ տոմատի մածուկը եւ եթե ցանկություն ունեք, կարող եք նաեւ դուք ավելացնել սև պղպեղ, կարմիր պղպեղ, ինչպես որ դուք եք ցանկանում։ Հետո ավելացնում եմ մի փոքր ջուր, որպեսզի չվառվի, գիտեք, տոմատը կպնելու հատկություն ունի։ Ավելացնում եմ լոբին լավ տապակում եմ, ձու, մաղադանոց եւ արդեն պատրաստ է, ասում ենք բարի ախորժակ։ Բարի առավոտ աղջիկներս, վլոգը շարունակվում է, այսօր ամսի 23-ն է, Մարիայի տարեդարձն է եւ ինչ եմ անում, բնականաբար տորթ եմ թխում, 2 բիսկվիթ եմ թխելու, բաղադրատոմսը ալիքում կա, ինչպես եմ թխում, այլ այսպես չեմ մանրամասնում, կարող եք անցնել, պատրաստել, շատ ընտիր բիսկվիթ է ստացվում, իդեպ աղջիկներս, քանի որ Աննան եւ Սոֆիան գտնվում են հիվանդանոցում, որոշել ենք, որ ոչինչ չենք պատրաստելու։ Մտածեցինք, այսինքն խոսեցինք, որ Աննան կգա, նոր արդեն երեխու ծնունդը կնշենք, բայց քանի որ երեխան շատ էր սպասում տորթի, այդպես էլ չսպասեցի մինչև Աննան գա, ասեցի սպասի թխեմ, գոյնա երեխան տորթով կուրախանան, մինչև Աննան կգա, նոր այսպես ծնունդը կնշենք։ Եվ առավոտ շուտ է արդեն ժամը 10-ն է, ես երեխայի տորթն եմ պատրաստում։ 2 բիսկվիթ եմ թխելու, շատ սիրուն գեղեցիկ տորթ եմ այսպես մտքումս պատկերացրել, այնպես որ կհավաքեմ, ընթացքը ձեզ ցույց կտամ։ Հիմա արդեն ինչպես տեսնում եք, բեզ եմ պատրաստել, ավելացնում եմ դեղնուցները, ավելացնելու եմ ալյուրը, առանց փխրեցուցիչի, առանց սոդայի, ոչինչ չեմ ավելացնելու։ Ինքը անցած անգամ պատրաստեցի, շատ ընտիր էր ստացվել, այս անգամ որոշեցի, որ էլ չավելացնեմ փխրեցուցիչ։ Թխելու ենք 170 ջերմաստիճանի տակ, 5 ձվանոց բիսկվիթ է աղջիկներս ու ասեմ շատ ընտիր է ստացվում։ Այստեղ ամենակարևոր մասն է, որ ալյուրը ավելացնելուց պետք է մաս ավելացնեք եւ շատ զգուշորեն խառնեք, որպեսզի զանգվածը չնստի։ Աղջիկներ ջան, վերջապես որոշված է, այսօր Մարիայի ծնունդը նշում ենք, ես ու սկեսուրը սկսեցինք բռնեցինք, որ ավելի լավ է նշենք, սկեսուրը զանգեց Աննային, ասեց մի հատ թույլատրություն վերցրու, եթե կթողնեն 1-2 ժամով կգաս եւ հետ կգնաս երեխու հետ,
Աննան է հարցրել էր, ասել են կարող ես գնալ եւ գաս մինչեւ ժամը 7-ը պետքա պարտադիր տեղում լինես։ Եվ ինչպես տեսնում եք, արդեն բիսկվիտները պատրաստ է, շուտով ձեզ տորթը ցույց կտամ հավաքված, իսկ մենք ինչ ենք անում, խորովածի միսն ենք պատրաստում, որովհետեւ հյուրեր ունենք։ Ինչ եմ դե համեմուկ եմ նցրել, սոխը մի քիչ եպուսայով կլսնեմ, որ լավ խառնվի։ Հետ այգե չէ միսը։ Հա, լավ հետերեկ է։ Դա-դա-դա-դամ, աղջիկներս մի հատ տեսեք ինչ ընտիր է ստացվել։ Ինչպես տեսնում եք, բաֆլետ խտերով եմ պատրաստել, զարդարել, շատ սիրուն է եղել։ Համի մասին չեմ էլ կասկածում, կգաք կհամ տեսեք ինքն էլ դել կասեք ինչպես է ստացվել։ Ամենակարևորը հասցրեցի, վերջապես հիմա հանգիստ եմ, որովհետև ինձ շատ վատ է զգում, որ կարող է երեխու տորթը չթխեմ, կարող այսօր չանենք, բայց որոշեցինք եւ արեցինք։ Հիմա արդեն տորթը պատրաստ է, շուտով մեր հյուրերը կգան, Աննան էլ կգա եւ կնշենք Մարիայի ծնունդը։ Մեր աղջիկը այսօր դառավ 5 տարեկան։ Տորթը տեղափոխում եմ սառնարան, որպեսզի սառի։ Իսկ այստեղ կրեմն է ավելացել։ Կրեմը իմ մոտ ես միշտ պատրաստում եմ կարագով եւ խտացրած կաթով։ Ու շատ ընտիր կրեմ է ստացվում։ Երեխեք ով է եկել։ Անոտատիկն է եկել։ Հələ բացի անոտատիկ առաջին նվերները նայեք աղջիկ երեխաների համար, նայեք ինձ սիրուն է։ Մի քիչ ես կոմպել։ Էրիկ, Հələ նայեք։ ասեն գնալ Էրիկին սակա։ Երեկա յամա։ Հələ նայեք։ Նապաստակա փակում ես։ Դառնում է Իրանց սումկեներն են, նգի լագաժներն է։ սիրուն։ Հələ նայեք ինչ լավն է։ Այս աղջիկեքին է, մեկ Էլինային է, մեկը Մարիային է։ Այստեղ շոկոլադներ է բերել անոտատիկը։ Արսենի համար մեքենաների հավաքածու։ Մարիայի ծնունդի կապակցությամբ այստեղ կոնֆետները, սոկա, մանդարինը, հայս մեր երեխեքին է։ Մարիայի, Էրիկին, Արսենին։ Մարիային, Էրիկին, Արսենին։ Այստեղ ծնունդի համար հաջան խլոպուշկեքա, մեղր 3 լիտր, այստեղ հաց, այստեղ աղջիկեք ջան չեչիլ պանիրամ, այստեղ աղջիկներ ջան, քանի որ Մարիան մանկապարտեզ է գնում, պետքա հատուկ տոպրակներ պատրաստեն երեխեքի համար, ամեն երեխու համար, կոնֆետները, սոկա, մի խոսքով այսպես սիրուն 30 երեխա են, 30 երեխու համար պետքա պատրաստեն։ Ձեր երեխեքին է հետը 30, մանկապարտեզը 24 է իշկանը։ Ձեր երեխեքին է հետը պատրաստան։ Այստեղ էլ կաթաները։ Գիտի, որ Աննան գաթա շատ է սիրում, գաթայա բերել Աննայի համար։ Փուչիկները փչել են արդեն, մինչև ես կոմից եկա։ Անոտոտաներիկը փչել են։ Հիմա ինչ պետք է անենք։ Պետք է տանենք սիրուն հյուրասենյակը զարդարենք, հաջան։ Չէ, այդ սևը չի կարելի, բալե, սևը մի փչի։ Այս գույները սիրուն է, այդ։ Չէ, սևը մի փչի։ Այ կարմիր կամ կապույտ, այս սիրտիկները փչի։ Նայեք ինչ սիրուն է։ Աննանք էլ նոր հիվանդանոցից եկան։ Մի 2 ժամով են եկել։ Երեխու ծնունդը շնորհավորեն ու հետ գնան։ Այ այտենց խառը վիճակի մեջ ենք աղջիկեք ջան։ Մի քանի ժամվա ընթացքում որոշել ենք, որ պետք է Մարիայի ծնունդը անենք, ես ու սկեսուրս ծվել արեցինք։ Ամեն ինչ պատրաստ է, տոլմա խորոված է սա կլինի, Աննա անկեկան, անոտոտո անկեկան, այնպես որ քեֆ ենք անում, եկեք։
Anam der mir de lavaş kalıptır. Somin lavaşıdır. Էլինա, ինչ ես անում։ Ձեր տանն եկան չէ երեխաներ, որ հենց սեղանը դնում եք հավաքում են սեղանի մոտ։ Օպրես տղես, դու օպրեք տղիկս, դու Արսենն եք փչել։ Իրար հետ, հա, իրար օգնել եք։ Այդ են սաղ կյանքի իրար կօգնեք, բալես, որ արդյունքով ուրախանաք։ Եթե դու ես փչել, մալադյեց, ապրեք։ Էլինա, ինչ ես անում, Էլինա։ Կպով։ Դես կոմարի հետ մնացած քուչիկներ չպողվի, բալես։ Ստեղ էլ աղջկաս նվերն է։ Վայ, ես խի ես ավտոները լճրե ստեղ։ Եսի քուրիկի նվերն է։ Բայց ես քան կրակը հերիքա։ Հա։ Միտոմե 15 րոպեին վայուկենը դերնակ դիգեմ։ Նկարվեք, կանգնեք։ Աղջիկներս իսկ Մարիայի այս գեղեցիկ հագուստը գնել է Սուսան տատիկը։ Շնորհավոր Մարիա։ Արի մոտի կարի։ Արի ստեղից արի։ Gnatzig hartstigen Signal gehachtzig. Bir adı nedir o pançene evladı neydi? İyi ne?